Բարյոս Էլիկո եղբայրներ ջան, ուզում եմ անդրադառնանք մի թեմայի, իհարկե այդ թեման նաև շատ հաճախ որպես հարց են տալիս, ընդհանուր այդ թեմային մենք շատ ենք առնչվում վերջի շրջանում, կամ ավելի այդ մասին ավելի շատ ենք խոսում։ Խոսքը վերաբերվում է մեթոդին, կերպին։ Տեսեք, ընդհանուր առմամբ աստվածաշնչյան եկեղեցու ծառայողության մեջ կա ֆիլոսոֆիա служения, այսինքն ծառայության ձևավորված մտածելակերպ կամ ծառայության նկատմամբ մտածելակերպ, դա աստվածաբանական ուսուցում է, որը իհարկե քաղված, երբ որ մենք ասում ենք աստվածաբանական, մենք ի նկատի ունենք ամբողջական, որ այն քաղված է աստվածաշնչից, որտեղ աստվածաբանության հիմքում աստվածաշնչի ճշմարտությունն է, եւ աստվածաբանություն այն քաղված գիտություն է, աստվածաշնչից քաղված։ Հիմա եւ իհարկե կա աստվածաբանություն նույնպես տարբեր են, որտեղ կա մակերեսային աստվածաբանություն, որը իհարկե հիմնված չի աստվածաշնչյան խոր ուսումնասիրության վրա, չի ընդգրկում էկզեգեզը, չի ընդգրկում process-ը ընդհանուր ուսուցման կամ վերլուծության կամ քննելու, այլ ուղղակի մակերեսորեն անձինք կարան վերցնեն 2-3 հատված եւ դրանից աստվածաբանություն ստեղծեն։ Իսկ իրական աստվածաբանությունը, դասական աստվածաբանությունը առավել ունի ընդհանուր աստվածաշնչի մոտեցում եւ աստվածաշնչյան որևէ մեկ դոկտրին այն ուղղակի համահունչ է բոլոր աստվածաշնչի հետ, ոչ թե ուղղակի մեկ հատվածից վերցնում եւ աստվածաբանություն անում։ Ամեն դեպքում մեթոդիզմը, որը մեթոդոլոգիան դա ընդհանուր ուսուցումն է, մեթոդիզմը այդ ընդհանուր ուսուցման բաղադրիչ մասն է, որի մասին ուզում եմ խոսել։ Ինչ է նշանակում մեթոդ, այն կերպն է, եւ Ալեքսեյ Պրոկոպենկոն, որը հանդիսանում է իմ ուսուցիչը եւ նաեւ իմ եղբայրը հոգեվոր, շատ սիրում եմ, այդ եղբայրը ունի ուսուցման փունջ կամ ուսուցման մի շարք, որը կոչվում է շնորհքի մրցակից հավակնորդները։ Այդ հավակնորդներից մեկը, շնորհքին հավակնորդներից մեկը հանդիսանում է մեթոդիզմը։ Եվ ուզում եմ ավելի անդրադառնալ այս մեթոդիզմին։ Եկեղեցում ես վերջում մի անգամ եղբայրներն իրար հետ խոսում էին, դիսկուսիա կար իրար մեջ եւ պետք է ավետարանչության պատրաստություն տեսնեին եւ ես հիշում եմ, որ եղբայրներից մեկը շեշտեց, որ իսկ այս մեթոդը, եթե կիրառեք, իսկ այս մեթոդը դու գիտես, ես այս մեթոդը սովորել եմ, այդտեղ ես ուզեցա մի քիչ մեր թեման ուղղեմ մեթոդիզմին եւ մեթոդիզմի վնասին, այսինքն ինչ վնասներ կա մեթոդիզմի մեջ եւ ինչ ընդհանրապես նշանակում մեթոդիզմը։ Մի քիչ եկեք անդրադառնանք սա։ Ուրեմն արդեն ես շեշտեցի, որ մեթոդիզմը դա ընդհանուր մեթոդոլոգիան դա ընդհանուր ուսուցումն է այդ առարկայի, մեթոդիզմը այդ առարկայի որոշ բաղադրիչ է, ուզում անդրադառնանք սրա։ Տեսեք, ընդհանուր ավելի հեշտ է խոսել աստվածաբանական մյուս թեմաների շուրջ, քան թե մեթոդիզմի, որտեղ մեթոդիզմը հանդիսանում է եկեղեցական ծառայության կամ եկեղեցական ծառայության նկատմամբ մտածելակերպ ձևավորելուց, ֆիլոսոֆիա служения ավելի, եթե մենք բոլոր կողմերից նայենք, շատ բարդ է։ Ես կփորձեմ ավելի այն կարևոր մասերը, որը կձևավորի մեր որոշակի հասկացողություն մեթոդիզմի եւ այդ նրա վնասների մասին, կուզեմ միայն դա խոսենք։ Ընդհանուր առմամբ այս թեման շատ է արծարծվում եւ տեսեք նրա վնասը ինչի մեջ է կայանում։ Մենք ունենք մեթոդ ճիշտ եւ սխալ։ Երկուսն էլ հանդիսանում են մեթոդ։ Մեթոդ բառը եկեք ուղղակի շատ հաճախ արտասանեմ որպես կերպ, որը օրինակ մեթոդները կարող են տարբեր աստվածաբանական բնագավառներում, կարա մեթոդը լինի ավետարանչության մեջ, կարա մեթոդը լինի խնամակալության մեջ, մեթոդը կարա կիրառվի քարոզչության մեջ։ Օրինակ մենք ունենք քարոզչություն, էքսպոզիցիոն քարոզ կամ բացատրական քարոզչություն եւ ունենք թեմատիկ քարոզներ, վերլուծական քարոզ, ամեն դեպքում սրանք բոլորը մեթոդներ են, կերպեր են, որը մենք մոտենում ենք։ Ես հետագայում ցույց կտամ նաև որն է վնասը։ Ճիշտ մեթոդը որն է։ Ինչն ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք ճիշտ մեթոդ։ Ճիշտ մեթոդը նա է, երբ որ այդ մեթոդը, որը որ կիրառվում է, նպաստում է, որպեսզի Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին գործը անեն։ Այսինքն իսկ սխալ մեթոդը հանդիսանում է նա, որ խանգարում է, որ Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին գործը անեն։ Նորից որպեսզի մենք հասկանանք մենք ինչ ենք նկատի ունենք ասելով ճիշտ մեթոդ կամ ճիշտ կերպ օգտագործվեց կամ սխալ կերպ օգտագործվեց։ Ճիշտ կերպը մենք հասկանում ենք, որ դա այն կերպն է, որը նպաստում է, որ Աստծո խոսքը անսխալական եւ Սուրբ Հոգին այդ մեթոդը կիրառեն կամ այդ մեթոդի շնորհիվ, ոչ թե շնորհիվ սխալ կլինի ասել, այդ մեթոդը առավել թույլ է տալիս, որ Աստծո խոսքը եւ Աստծո Հոգին գործեն կոնկրետ ունկնդրի կյանքում։ Իսկ սխալ մեթոդը այն ուղղակի արգելք է հանդիսանում, խանգարում է, որ Աստծո Հոգին եւ Աստծո անսխալական խոսքը գործեն ու կնդրի կյանքում։ Սա շատ կարևոր է, որ մենք զանազանենք։ Հիմա ավելի մանրամասն ես կանդրադառնամ սրանց։
Տեսեք, ամեն դեպքում մենք չենք փախչի մեթոդ բառից, կերպ բառից, որովհետև ինչ էլ մենք անենք, ինչ որ մի կերպ ենք մենք օգտագործելու։ Նորից եմ ասում, այն կլինի սխալ, այն կլինի ճիշտ, եւ ես արդեն ասացի, որ նա ճիշտը, որ նա սխալը։ Ամեն դեպքում մենք դա երկուսն էլ հանդիսանում են մեթոդ կերպ։ Օրինակ տեսեք, մեթոդ բառի բովանդակության մեջ մենք չենք մեթոդ բառի բովանդակությունից մենք չենք փախչի։ Այսինքն այն ամեն մեկ մոտեցումն է, այսինքն ինչ կերպ էլ դուք մոտենում եք այդ ծառայությանը կամ այդ ոլորտին ծառայության, ավետարանչություն, խնամակալություն կամ քարոզ, դուք կիրառում եք որևէ մեկ մեթոդ։ Այն մեթոդը, այն կերպ է կոչվում, մեթոդ բառից մենք չենք փախչի։ Բայց շատ կարևոր է որ մենք հասկանանք, որ որն է մեթոդի վնասը։ Երկու կարևոր վնասի մասին ես կխոսեմ, որը մեզ կօգնի ընդհանրապես արդեն մոտեցումը մեր ճիշտ ուղղել մեթոդի հանդեպ։ Մեթոդը կարող լինի մանրամասն ուսումնասիրված, մեթոդը կարող լինի ճիշտ կառույց ընդգրկող, մեթոդը կարող լինի ոչ մանրամասն ուսումնասիրված, մակերեսորեն ուսումնասիրված, կարող լինի ոչ ճիշտ կառույց ընդգրկող։ Կառույցի նկատի ունենք հերթականությունը, որոշակի փուլերի այդ մեթոդը կիրառելու որոշակի փուլերի հերթականություն, դա կառույցն է։ Կարող լինի ճիշտ, կարող լինի սխալ, այսինքն ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ մեթոդները տարբեր են, կերպերը տարբեր են։ Օրինակ վերցնենք այս կարևոր ոլորտները, քարոզը, խնամակալությունը եւ ավետարանչությունը, տեսեք, օրինակ մեկը կարող ասի, ես ուղակի կբարձրանամ ամբիոն եւ կքարոզեմ այն ինչ որ Սուրբ Հոգին այդ րոպե իմ սրտի մեջ կդնի։ Սա նույնպես հանդիսանում կերպ։ Տեսեք, եթե դուք նույնիսկ ասեք, որ դուք ոչ մի կերպ չեք օգտագործում, դուք արդեն այդ կերպն եք օգտագործում։ Ի նկատի ունեմ, որ դուք մեթոդ ունեք, այսինքն դուք չեք կարող մեթոդ բառից փախնել։ Մեթոդիզմի դրա համար եմ ասում, մեթոդիզմը դա շատ բարդ բնագավառ է ուսումնասիրության, այն մեթոդոլոգիայի ուսուցման ընդհանուր բաժին է, որը շատ խորն է։ Ես փորձելու եմ նորից եմ ասում, մի քանի կարևոր կետերի անդրադառնամ, չեմ խորանալու դրա մեջ։ Հիմա տեսեք, դուք կարող ասեք, ես կբարձրանամ ամբիոն եւ կքարոզեմ այն ինչ Աստված այդ րոպե իմ սրտին կդնի եւ այն ինչ ես կստանամ Տիրոջից։ Ես այստեղ կասկածում եմ, դուք որ Տերից կստանաք դա, եթե չեք ուսումնասիրել խոսքը եւ ինչ եք դուք քարոզում, բայց ամեն դեպքում դուք կիրառում եք այդ մեթոդը։ Իսկ մեկը կարող ամբողջական պատրաստվի, ասեք 20 օր, 2 շաբաթ, 3 շաբաթ պատրաստվի իր քարոզին, փոխանցի։ Մեթոդը կարող լինի, օրինակ, էքսպոզիցիոն քարոզ, կարող լինի բացատրական քարոզ։ Բացատրական քարոզի մեթոդի որոշակի հիմքեր ես ձեզ ասեմ, որպեսզի տարբերություն տեսնենք։ Ինչ է, քարոզը կարող լինի բացատրական քարոզ, էքսպոզիցիոն մեթոդ, որն է դա։ Նա մղված է պահպանել եւ գտնել եւ փոխանցել հեղինակի միտքը, տեսեք, սա ստրուկտուրայի կառույցի որոշ մաս է։ Ինչ է բացատրական քարոզը, ինչ է իր մեջ ընդգրկում այդ մեթոդը։ Առաջին նա մղված է պահպանել եւ գտնել եւ փոխանցել հեղինակի միտքը։ Մյուսը, նա մեկնաբանում է հատված առ հատված համատեքստի մեջ։ Նա մեկնաբանությունն է հատված առ հատված համատեքստի մեջ, համատեքստից դուրս չի խոսում ինքը։ Մյուսը, երրորդը, նա մղված է ոչ մի մասնիկ չար համարի եւ բաց թողում չունենա։ Նա մղված է որպիսի հեղինակի մտքի ոչ գծի վրա բարձրանա, ոչ գծի տակ ընկնի, ոչ մի բան բաց թողի հեղինակի մտքի ասածից, ոչ էլ մի բան ավելացնի հեղինակի մտքի ասածին։ Սա էքսպոզիցիոն քարոզի երրորդ ստրուկտուրան է։ Մյուսը, գլխավոր կետերը քարոզի զուգահեռ են հատվածային գլխավոր կետերին, այսինքն եթե հատվածը վերցնում եք, այն ունի գլխավոր կետեր։ Քարոզը նույնպես պատրաստվում է զուգահեռ կամ ներդաշնակ այդ քարոզի կետերի կամ ավելի կառույցը մղված է պահպանել հեղինակի կողմից դրված կառույցը։ Օրինակ Պողոս առաքյալը երբ որ ինչ-որ մի, օրինակ դուք կարդում եք Հռոմեացիս ինչ-որ մի գլուխ, այդ գլխում երբ որ ինքը մի միտք զարգացնում է, այդ զարգացրած մտքերի մեջ կա նպաստող մտքեր եւ կա գլխավոր միտք, եւ դրանք ձևավորված են հատուկ կառույց։ Այդ կառույցը Պողոս առաքյալն է տա, իհարկե Պողոս առաքյալը մղված է Սուրբ Հոգով, եւ Սուրբ Հոգին օգտագործում է Պողոս առաքյալի եւ ոճը, եւ նրա հասկացողությունը, եւ նրա զուգահեռականը, եւ նրա քերական կարողությունները, պոտենցիալը, այսինքն ամեն ինչ օգտագործում է։ Բացատրական քարոզը համահունչ է Պողոս առաքյալի հատվածային կառույցի հետ, նաեւ ներկայացնում է այդ կառույցի մեջ իր խոսքը, այսինքն խոսքը։ Հիմա տեսեք, մենք խոսեցինք բացատրական էքսպոզիցիոն քարոզը որպես մեթոդիկ կերպ, ճիշտ է։ Մյուս մեթոդը, մյուս քարոզը կարող լինի ուղղակի անձը առավել ոչ թե կենտրոնում դրված լինի Աստծո խոսքը
եւ այս կառույցները պահպանի, որպեսզի հանկարծ Աստծո խոսքից հեռու չգնա, բայց կարա լինի մարդկային մոտեցումը, այսինքն մյուս կերպի մեջ, կարա լինի թեմատիկ, այսինքն մարդը ինքն է ընտրում թեման, ոչ թե Աստծո խոսքն է նրան տալիս թեման։ Մարդը ինքն է ընտրում թեման եւ ըստ այդ թեմայի ինքը Աստվածաշնչի մեջ գտնում է հատվածներ հարմար իր թեմայի եւ այստեղ խնդիրը նա է, որ ինքը շատ հաճախ այդ հատվածների ականջից քաշում եւ հարմարացնում է իր թեմային։ Սա կարա լինի, բայց կարա լինի նաև որ ինքը ընտրի կոնտեքստներ, որտեղ այդ կոնտեքստը ուղղակի ճիշտ մեկնաբանի, բայց ուշադիր նայեք խնդիրն ինչի մեջ է, երկուսն էլ հանդիսանում են մեթոդ։ Հիմա նորից եմ ասում, ես դեռ չեմ անդրադարձել մեթոդի վնասին։ Մյուսը կարա լինի, այսինքն տրամպլին օգտագործի Աստծո խոսքը, այսինքն ինքը ունի որոշակի փորձառություն կյանքի եւ ուզում այդ փորձառության մասին խոսի եւ համահունչ գտնում է ինչ-որ մի հատված, նորից եմ ասում, կարա կոնտեքստի մեջ լինի, կարա կոնտեքստից դուրս լինի, կարա կոնտեքստը ճիշտ մեկնաբանի, կարա սխալ մեկնաբանի, ամեն դեպքում հարմարեցնում է իր փորձառության։ Տեսեք, երկու կերպ, մի կերպը քարոզչության բնագավառի մեջ, մի կերպը այն կենտրոնում ունի Աստծո խոսքը։ Մյուս տեղը կենտրոնում մարդկային փիլիսոփայությունն է կամ իր մոտեցումը դեպի Աստծո խոսքը։ Այսինքն իր փորձառությունը կարա հանդիսանա կենտրոնը։ Իհարկե օգտագործելով նաև Աստծո խոսքը որպես տրամպլին։ Այսինքն Աստծո խոսքը այդ ժամանակ հանդիսանում է որպես տրամպլին։ Տեսեք, օրինակ էքսպոզիցիոն քարոզի մեջ մենք ունենք Դեվիդ Հելմի գիրքը, որտեղ շատ կարևոր մի սկզբունք կա, այնտեղ խոսքը գնում է քարոզի մի կերպի մասին, որը կարելի ասել հարբած քարոզ է կոչվում։ Ինչի է հարբած քարոզ։ Տեսեք, օրինակ կա ճանապարհը եւ անձը պետք է այդ ճանապարհով լույս ամփոփները ճանապարհի վրա դրած պետք է ուղղեն, որպեսզի ես այդ ճանապարհը ճիշտ տեսնեմ, այդ ճանապարհով քայլեմ։ Բայց անձը կարա այդ լույս ամփոփը ոչ թե օգտագործի որպես ճանապարհը ցույց տվող, այլ ինքը հարբած, ինքը բռնվի այդ տրուբայից, որպեսզի չընկնի։ Այդ լույս ամփոփի ձողից բռնվի, որպեսզի չընկնի։ Այդպիսի քարոզներ կան, որ ինքը բռնվում է այդ խոսքից, որպեսզի ամեն դեպքում խոսա, որ խոսքից է խոսում, բայց իրականում ինքը խոսքի հետ կապ չունի, այսինքն ինքը չի օգտագործում լույսը այդ խոսքի, այդ ձողից է ինքը բռնվում։ Տեսեք, սա կերպ է նույնպես։ Ինչի եմ ես սա ասում։ Նորից եկեք հասկանանք, որ ամեն դեպքում երկու դեպքում էլ կիրառվում է մեթոդը, այն մեթոդիզմն է, որն է հանդիսանում մեթոդիզմի վտանգը։ Տեսեք, առաջինը մեթոդիզմի վտանգը նա է, որ անձը ուղղակի թույլ չի տալիս վնասը այնպիսի կերպ է օգտագործում, որը իր սկզբունքների մեջ չի ընդգրկում Աստծո խոսքը որպես կենտրոնում։ Այսինքն այստեղ մարդը խոսում է իր փորձառությունից, այսինքն մենք արգելում ենք, որպեսզի Աստծո խոսքը խոսի։ Ինչ եմ ես անում։ Օրինակ տեսեք, կարա լինի քարոզիչ, որը քարոզում է իր փորձառության մասին։ Իհարկե իր փորձառության համեմատ ինքը բերում է հատվածներ, բայց այստեղ խնդիրը նա է, որ կենտրոնում ոչ թե Աստծո խոսքն էր, այլ կենտրոնում իր փորձառությունն էր, իսկ Աստծո խոսքը ինքը օգտագործում է երկրորդական նպաստող միջոց, որպեսզի իր փորձառությունը ավելի հեղինակային անի եւ հաստատի, որ այո, իմ տեսածը Աստծո խոսքից էր կամ իմ զգացածը Աստծո խոսքից էր։ Տեսեք, Աստվածաշունչն էլ է դա ասում։ Այսինքն այստեղ կենտրոնում ոչ թե Աստծո խոսքն է, այլ կենտրոնում իր փորձառությունն է, իսկ Աստծո խոսքը հանդիսանում է հաստատող կամ հեղինակային անող միջոց իր փորձառությունը։ Մեկ այլ պարագայում ուղղակի Աստծո խոսքն է կենտրոնում եւ եթե նույնիսկ անձը որոշակի բերում է որոշակի իլյուստրացիա, որոշակի օրինակներ կլինի իր կյանքից, կլինի եկեղեցական պատմության կյանքից, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այն նպաստում է, որպիսի Աստծո խոսքի օղակներում տեսնենք դա։ Ոչ թե փորձառությունն է, իսկ Աստծո խոսքը ուղղակի մեզ ցույց է տալի, որ այս փորձառությունը աստվածաշնչյան է։ Տեսեք, սրանք տարբեր կերպեր են։ Ես գիտեմ շատ բարդ հատված է, բայց փորձեմ ավելի բացատրել։ Մեկ այլ հատված։ Կարա լինի խնամակալության բնագավառում, կա որոշակի առումով որոշակի կերպեր մոտեցում խնամակալության։ Մեկտեղ կարա լինի խնամակալությունը նույնպես իր առանցքում կենտրոնում ընդգրկի Աստծո խոսքը եւ Աստծո ոգին, օրինակ տեսեք մենք կարդում ենք Եբրայեցիս 4-րդ գլխի 12 համարը։ Ես կընթերցեմ 11 համարից։ Ուրեմն ջանանք այն հանգիստը մտնել, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես ընկնի։ Առաքյալը խոսում է, որ Աստծո խոսքը երբ որ լսում եք, Աստծո խոսքը ձեր սրտերի մեջ գործում է, ուրեմն ջանք անենք հանգիստը մտնել, այսինքն լսենք Քրիստոսի մասին խոսքը եւ ուղղակի չարհամարենք դա։ Հետևից ինքն ասում է, որովհետեւ Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր, այսինքն կենթանի է եւ գործող, ունի զորություն եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ, ինքը շատ սուր է, որ կարողանում է մտնի ամեն մեկ մանր տեղ,
ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը մտածելակերպի, զգացմունքների, ներշնչանքի ինքը կարողանում է զննի ինչ օրն Աստծո խոսքը, անսխալական խոսքը եւ քնող է սրտի մտքերը եւ խորհուրդները եւ չկա մի արած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ եւ բաց է նրա աչքի առաջին, որի հետ է մեր բանը։ Այստեղ ինքը նաեւ Աստծո խոսքը ասոցացնում է Աստծո հետ։ Այսինքն եթե Աստծո խոսքը կարողանում է քննի մարդու սիրտը, դա ի նկատի ունի, որ Աստված է քննում մարդու սիրտը իր խոսքով։ Այսինքն որ դուք Աստծո խոսքը որպես կենտրոն խնամակալության դնեք, հենց Աստծո խոսքը ինքը Սուրբ Հոգին կկիրառի եւ այդ մարդու խնդիրները ինքը Աստծո խոսքը ի հայտ կբերի, ջրի երես կհանի։ Եվ կա մի կերպ, որ խնամակալը ունի իր մեթոդը, իր կերպերը, իր հարցադրումների որոշ շարք։ Այդ հարցադրումներով ինքը մղում է մարդուն, որպեսզի մարդը ինքը իր սկզբունքներով իր խնդիրները հանի ջրի երես։ Սա ավելի փիլիսոփայական մոտեցում է։ Տեսեք, մյուս կերպը ավելի թույլ է տալի, որ Աստծո հոգին եւ Աստծո խոսքը գործեն։ Մյուս կերպում խնամակալը օգտագործում է իր իմաստությունը, իր փորձառությունը խնամակալության մեջ, իր փիլիսոփայությունը, իր տեսանկյունը խնամակալության մեջ, մյուս կերպում սա է կենտրոնում։ Նորից, որպեսզի մենք սա հասկանանք, նույնպես կարող լինի ավետարանչության մեջ, որն է հանդիսանում գլխավոր խնդիրը մեթոդոլոգիա։ Ես կփորձեմ ավելի ամբողջացնել եւ ամփոփել։ Ամեն դեպքում մենք ինչ տեսանք մենք։ Տեսանք, որ կա աստվածաբանական ուսուցում, մեթոդոլոգիա, որ ուսումնասիրում է այդ սկզբունքը, իհարկե Աստվածաշնչում, եւ դրա բաղադրիչ մասնիկներից մեկը ուսուցման մեթոդիզմն է։ Մեթոդիզմը ունի վնասակարություն։ Որն է մեթոդիզմի վնասը։ Երբ որ առաջինը կիրառվում է մի կերպ, մի մեթոդ, որը թույլ չի տալի, որ Աստծո հոգին եւ Աստծո խոսքը գործի, այսինքն կենտրոնում Աստծո խոսքը չի, ճշմարտությունը չի, մյուսը մեթոդիզմի վտանգը նրա մեջ է, որ նույնիսկ եթե ճիշտ է կենտրոնում դրված Աստծո խոսքը, ավելի գերագնահատված է մեթոդի դերը ավետարանչության բնագավառում, քարոզի բնագավառում կամ ասենք ավետարանչության բնագավառում թերագնահատված, այսինքն ինչ է կանում, նույնիսկ եթե նույնիսկ կառույցը ճիշտ է, համահունչ է, նույնիսկ եթե համահունչ է հեղինակի կառույցի հետ, նույնիսկ եթե դուք հատվածները համատեքստը խոր ուսումնասիրության արդյունքում եք խոսում, այսինքն անսխալական խոսքը ճիշտ եք փոխանցում, բայց շեշտը դնում եք, քանի որ դուք այդ կերպն եք կիրառել, արդյունքում պիտի լինի պտուղ, այստեղ վտանգն է։ Տեսեք, Սուրբ Հոգին մեր ձեռքերի մեջ խաղալիք չի։ Մենք չենք օգտագործում Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին է օգտագործում մեզ եւ կերպերը։ Սուրբ Հոգին կարա ավանակի բերանով խոսա։ Այնպես չի, որ Սուրբ Հոգին անպայման պիտի քարոզիչ օգտագործի։ Իր կերպերն է, դա իր սուվերեն, Աստծո սուվերեն կամքն է։ Իհարկե մենք գիտենք, որ առաքյալը շեշտում է, որ պիտի քարոզվի, քարոզիչը պիտի լինի, բայց ի նկատի ունեմ, երբ որ մենք բուն մեթոդի դերը գերագնահատում ենք, մենք ասում ենք, այս կերպը օգտագործել ենք, ուրեմն մարդիկ կապաշխարեն, այստեղ է ամբողջ խնդիրը։ Որտեւ այդ ժամանակ մենք կարծես Սուրբ Հոգին մենք թույլ չենք տալի, մենք չենք համաձայնում, որ գործանողը Սուրբ Հոգին է։ Մենք ավելի ասում ենք գործանողը մեր մեթոդն է։ Այստեղ է ամենավտանգը։ Նորից եմ ուզում, որ մենք հասկանանք, երբ որ մեկն ասում է, այս մեթոդը ես գիտեմ, այստեղ արդեն ներքին սկզբունքով երևում է վտանգը, որ անձը հենվում է մեթոդի վրա, այդ կերպի վրա, մտածելով, որ եթե այդ կերպը օգտագործվի, ուրեմն հետևանքը կլինի շատ կամ արդյունքը կլինի լավ։ Տեսեք, սա խնդիր է, որովհետև նորից եմ ասում, Սուրբ Հոգու ձեռքին մենք ենք գործիկ, ոչ թե Սուրբ Հոգին է մեր ձեռքին գործիկ, ինչ անենք, որ Սուրբ Հոգին անի։ Դա Սուրբ Հոգին է որոշում ինչ կանի, ինչ չի անի։ Մեր կերպը չի որոշում դա։ Ուրիշ բան, որ մեր կերպը կարա թույլ տա, որ Սուրբ Հոգին գործի կամ չգործի։ Դա Սուրբ Հոգու սուվերեն կամքն է։ Այսինքն այնպես չի, որ դուք էքսպոզիցիոն քարոզով քարոզեցիք, լսողը անպայման պիտի ապաշխարի։ Այ եթե մենք այս մտածելակերպը ունենք, մենք գերագնահատել ենք, մենք մեթոդիզմի վնասի մեջ ենք։ Սիրելիներս, ես փորձեցի ամեն դեպքում ցույց տամ մեթոդիզմի երկու կարևոր վտանգը։ Առաջի մեթոդիզմի կարևոր վտանգը նա է, որ կենտրոնում դրված չի լինում Աստծո խոսքը, որը օգտագործում է Սուրբ Հոգին, այլ կենտրոնում դրված է ինչ-որ մի մարդկային մոտեցում, փիլիսոփայություն, մարդու փորձառություն, մարդու իմաստություն, մարդկային կերպեր, որը կենտրոնում է եւ այդ ժամանակ այն արգելք է հանդիսանում, որ Սուրբ Հոգին օգտագործի։ Մեկ այլ պարագայում կենտրոնում Աստծո խոսքը, բայց
Ամեն դեպքում սխալներից մեկը նա է, որ կենտրոնում Աստծո խոսքը չի։ Իսկ երկրորդ սխալը նա է, որ նույնիսկ եթե կենտրոնում Աստծո խոսքը լինի, սխալը նա է, որ տվյալ անձը մեթոդի վրա է հույսը դնում, այսինքն մեթոդը գերագնահատվում է, մեթոդի կատարած գործը ավելին է ընկալվում, քան թե իրականում մեթոդը կկիրառվի Աստծո հոգու կողմից։ Սա այս երկու վնասի մասին։ Եվ եթե հետագայում ձեր մոտ հարցեր կառաջանա, կարաք հարցեր տաք, ես ավելի խոր, ես հիմա փորձեցի ընդհանուր մակերեսորեն մենք խոսենք ինչ է մեթոդը եւ ինչ է մեթոդի վնասը, եւ այն երկու մեթոդը մենք հասկացանք առաջնային, որ ինչ էլ որ դուք անեք, դուք կիրառում եք որևէ մեկ մեթոդ։ Նույնիսկ եթե դուք ասեք, որ դուք ոչ մի մեթոդ չեք կիրառում, դա էլ է հանդիսանում մեթոդներից մեկը։ Հիմա իսկ մյուս վնասը նա է, որ իսկ եւ երկու վնասներ են, առաջինը որ ձեր կերպի մեջ կարևոր է մեկ տեսնեք, որքանով այդ կերպը, որ դուք ընտրել եք, որքանով այդ կերպը թույլ տալիս եւ որքանով Աստծո խոսքը կենտրոնում, որ թույլ է տալիս, որ Աստծո խոսքը եւ Աստծո հոգին գործի այդ ունկնդրի կյանքում։ Մյուսը մեթոդի սխալն է, որ որքանով էլ նույնիսկ ճիշտ մեթոդ ընտրվի, դուք մեթոդին տալիս եք գերագնահատում, ավելի նրա դերը գերագնահատում եք, որտեղ գործանողը մեթոդը չի, գործանողը Աստծո հոգին եւ Աստծո խոսքն է։ Այսինքն սա շատ կարեւոր է որ մենք հասկանանք։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։